Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է դեկտեմբերի 9-ի համար։ Օրը երեքշաբթի է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը։ Բոլոր տարվա ծնված նշանների համար է սա, ամսվա ծնվածների հետ բացարձակապես մի խառնեք։ Դուք ծնվել եք տվյալ տարում, ուրեմն այդ տարի ունի իր նշանը և հենց այդ նշանով պետք է միմիայն նայեք։ Գնայինք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին դեկտեմբերի 9-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը երեխաների հետ կապված որոշ իրադարձություններ կան, միգուցե առիթ է, միգուցե ինչ-որ տեղ եք գնում, հանդիպում ունեք ինչ-որ մեկի հետ, օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, նաև ծախսեր ունեք անելու, դա ևս ձեզանից է կախված, հատկապես դա, ձեզանից է կախված, բացի դա էլ դա գումարի մասին կարող խոսել, արժեքը ասելը միգուցե ձեզանից է կախված կամ արժեքը գցելը նույնպես, բայց ինչ-որ բան է ձեզ ցավեցնում այստեղ, տխրում եք, հիասթափվում եք, նաև կարող եք արտասվել։ Եվ նամակ կստանաք, տեղեկատվություն, SMS, ինչ-որ փաթեթ, եթե բան եք պատվիրել, նաև առավոտյան կամ պետք է շուտ արթնանաք կամ կարող եք ուշ արթնանալ, նաև հակառակը կարող եք երեկոյան նաև ուշ արթնանալ կամ այստեղ ինչ-որ մի բանը կարող է կապված է ինտիմ հարաբերությունների հետ, ինչ-որ կիմանաք կամ ինչ-որ ձեզ ցավ է տալու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին դեկտեմբերի 9-ին։ Հարգելի ցուլեր, տարվա ծնված ցուլերին է սա վերաբերվում, օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, ժամը ուշադրություն դարձրեք, որպեսզի չուշանաք, կարող եք նաև ժամ պայմանավորվել ինչ-որ մեկի հետ։
Նաև սուտ կա, կարող են խաբել ձեզ այդպես, և հուզմունք, կարող են ստի պատճառով կարող եք հուզվել, նաև կարող եք արտասվել։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վագրերի։ Ինչ է սպասվում վագրերին դեկտեմբերի 9-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը որից նամակ կստանաք, տեղեկատվություն կստանաք, փաթեթ է, SMS, ժամը կարևոր է, հույսով եք, որ ճիշտ ժամանակին կամ դուք կհասցնեք, կամ կգան, կամ դուք տեղում կլինեք, այդպես։ Մյուս կողմից ուրախ եք, բարձր տրամադրություն ունեք, երեխաների հետ կապված իրադարձություններ են, որոնք որ յուրաքանչյուր ամիս անում եք, գուցե վճար է, ալիմենտ է, հղիության հետ է կապված, որ անդադ գնում եք։ Եվ իհարկե օրը ձեր ձեռքում է, ինչքան ծախս կանեք, ինչքան կվճարեք ինչ-որ մեկին, այդ ամենը ձեր ձեռքում է նաև գումարի մասին խոսակցությունը, արժեքի մասին խոսակցությունը, այդ ամբողջը ձեր ձեռքում է, թե դուք ինչքան կասեք ձեր ապրանքը կամ ինչքան կիչեցնեք նաև։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին դեկտեմբերի 9-ին։ Հարգելի նապաստակներ, այդ օրը ժամադրություն ունեք, ոմանք սիրային, ոմանք նաև պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ։ Այդ օրը նաև հանդիպում, շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, միգուցե նոր ընկերներ եք ձեռք բերում։ Եվ տան հետ կապված իրադարձություններ ունեք, կարող առիթ է դրա համար, այստեղ պայմանավորվում եք ձեր հարազատների հետ, որպեսզի այդ ժամին գան ձեր տուն, գումար կծախսեք եւ որևէ հնարավորություն կարող եք ձեր ձեռքից այդ օրը բաց թողնել։
Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին դեկտեմբերի 9-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված որևէ հարցեր ունեք, դա կարող է լինել հիվանդանոց, բժշկական կենտրոն կամ ուսումնական հաստատություն։ Նաև հանդիպում շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ, ձեզ շատ երջանիկ կզգաք, միգուցե իրեն տեսնելուց է, եւ ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ ձեզ մոտ կգան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կոչերի։ Ինչ է սպասվում օձերին դեկտեմբերի 9-ին։ Հարգելի օձեր, այդ օրը ինչ-որ բան է ձեզ տխրեցնում առավոտյան կամ գուցե օրվա ընթացքում այս քարտերը առավոտ իրիկուն չունեն, ինչ-որ մեկից կաղաքի ասթափվել, ինչ-որ բանից կաղաքի ասթափվել, նաև հանկարծակի լուր կլսեք այդ օրը գումար կստանաք, հանդիպում ունեք ինչ-որ մեկի հետ եւ երկար կողակ մնալ իր հետ, գուցե այդ հանդիպումն է տհաճ, յուրաքանչյուր քայլ անելուց առաջ լավ մտածեք, հետո նոր ինչ-որ բան արեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձիերին։
Ինչ է սպասվում ձիերին դեկտեմբերի 9-ին։ Հարգելի ձիեր, այդ օրը օձերի պատճառով տխրում եք, նաև կարող հիասթափվել։ Միգուցե իրենց վարքագծից, միգուցե ինչ-որ մեկից, ով որ այդպես օծություն է անում ձեր հանդեպ, ամենայն դեպս դա կարող է ձեզ ցավ տալ, բայց շատ արագ կանցնի դա։ Երկար չի պահպանվում այդ ցավը։ Սպասում եք ձեր ընկերոջը, որ գա, եւ որոշ հարցեր այդ օրը կլուծեք, կանեք, կավարտեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերի։ Ինչ է սպասվում այծերին դեկտեմբերի 9-ին։ Հարգելի այծեր, այդ օրը սեղանի շուրջ եք նստելով, ձեզ երջանիկ կզգաք, նաև այդ օրը գաղտնիք է բացահայտվելու սուտ, հա, այսինքն սուտ է բացահայտվելու։ Այստեղ կարող է նաև սեղանի շուրջը դա, այսինքն որևիցե հղիության մասին կարող եք իմանալ, երեխայի սեռի մասին, որ չգիտեիք օրինակ, կամ դա եւս է դրան է վերաբերվում։ Ամենայն դեպս չեք տխրում, դա նշանակում է, որ միգուցե նմանատիպ ինչ-որ մի բան է, սեղանի շուրջ ինչ-որ բան եք իմանում։ Կամ առանձին դա կարող է լինել, առանձին, ոչ թե գաղտնիք բացահայտվի եւ սուտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կապիկների։ Ինչ է սպասվում կապիկներին դեկտեմբերի 9-ին։
Հարգելի կապիկներ, այդ օրը ժամը ձեզ համար շատ կարևոր է, ժամին ուշադրություն դարձրեք անպայման։ Նաև կարող ուշ արտանալ, կարող շուտ արտանալ։ Նաև այդ օրը գործնական հանդիպում ունեք, գործնական խոսակցություն, նորություն կլսեք։ Ոմանք ունեն գաղտնի սիրային հարաբերություններ, թաքուն եռանկյուն հարաբերություններ, նաև դա կարող է լինել գաղտնի գործեր, որ ոչ ոքին չեք ասում։ Եվ իհարկե այստեղ տատանվում եք օրվա ընթացքում ինչ-որ բան կարող ձեզ տանջել, ծանրութ հետևանեք, այդ օրը նաև ձեր երազանքները կկատարվեն, ոնց որ ասեցի, նորություն կլսեք, եւ ոմանք սերկ խոստովանեն, ոմանք կարող են սիրահարվել, ոմանք կարող են իրենց լավը զգալ, հա, որ ձեր ցանկությունները իրականանում են, միգուցե դրանից է։ Նորությունից եք ամ, այստեղ լիքը բան կարող եք ձեզ սիրված զգալ, ձեզ լավ զգալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աքաղաղների։ Ինչ է սպասվում աքաղաղներին դեկտեմբերի 9-ին։ Հարգելի աքաղաղներ, այդ օրը սուտ կա, ինչ որ գործնական հանդիպման կամ գործնական խոսակցության ժամանակ ոնց որ ինչ-որ մեկը փորձի ձեզ այնց բան պատվիրել, բայց հրաժարվի կամ ասի կզանգարեմ այն կորի, հա, նմանատիպ ոչա պահեր են։ Եվ այդ ցավին կհաղթահարեք, յուրաքանչյուր ցավ, եթե այդ օրը ունենաք, այդ ցավը կհաղթահարեք։ Ձեր ցանկությունները կիրականանան, ոմանք կարող են վիճել այդ օրը, ոմանք կարող են նաև տուն մաքրել։ Նաև եռանկյուն հարաբերություններ ունեք կամ թաքուն սիրային հարաբերություններ կարող հանդիպել ձեր երկրորդ կեսի հետ, նաև դա թաքուն գործեր են, որ բոլորից թաքուն կարող եք անել։ Ոմանք կսիրահարվեն, ոմանց դուք ձեզ կսիրահարվեն, նաև ձեզ սիրված կզգաք, ինչ որ մի բան տեղի կունենա, այդտեղ կարող ձեր ցանկություններն են իրականանում, դրա համար ձեզ
լավ եք զգում կամ ձեր հարազատների շրջապատում կարող եք լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք շների։ Ինչ է սպասվում շներին դեկտեմբերի 9-ին։ Հարգելի շներ, այդ օրը գումար կծախսեք, գումար կգա, գումարն է կծախսեք, այդպես կողմ ինչ-որ բան եք վճարում։ Օրվա ընթացքում կտատանվեք, ինչ-որ հարցին, ինչ-որ հարցեր ծանրութ հետև կանեք, նաև որոշ հարցեր կանեք, կլուծեք, կավարտեք, կվերջացնեք այդ հարցերը։ Այստեղ նաև ինչ-որ բան է կարող է լսեք, որ ինչ-որ մի բան ձեր ձեռքից գնացել է, օրինակ ինչ-որ բան եք ուզում գնել, իմանում եք արդեն չկա կամ նմանատիպ ոյցե պահեր են դա, որ իմանում եք, որ ինչ-որ բան գնում է ձեր ձեռքից։ Եվ ոմանք տուն կմաքրեն, ոմանք էլ կարող են վիճել ինչ-որ մեկի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վարազներին։ Ինչ է սպասվում վարազներին դեկտեմբերի 9-ին։ Հարգելի վարազներ, այդ օրը նաև խոզեր է կոչվում։ Այդ օրը գումար եք ծախսելու, հնարավոր է ծախսում եք դեղորայքի վրա կամ բժշկական ոչե կենտրոնի վրա։ Նաև նամակ կստանաք, տեղեկատվություն, փաթեթ, SMS կգրեք ինչ-որ մեկին կամ ինչ-որ մեկը ձեզ կպատասխանի։ Օձեր կան, բամբասանքներ, չար լեզուներ, միգուցե դա ձեզ ցավ է տալիս։ Բայց չեք տխրում։ Կամ կարող է դա առանձին է։ Առանձին ինչ-որ մի բան է ձեզ ցավ տալիս, առանձին ձեր շրջապատում այդ օրը կան չար մարդիկ, վատ խոսակցություններ, բամբասանք,
Եվ դա ձեր վրա այդքան էլ չի ազդում, որովհետև ինչ-որ մի բան էլ ձեզ կերջանկացնի և մնացածը որ ասում է ականջի հետև։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։